ես ուզում եմ տեղեկացնել, որ մենք այսօր առավոտյան դրությամբ արդեն ունենք 10,000 քաղաքացի, որ դեռևս չի ընտրել իր վճարման տարբերակը անկանխիկ ձևով, եւ այսօր մեր վերջի օրն էր դա թույլ տալու ըստ էության կամավոր կերպով, որովհետեւ մեզ ժամանակ էր անհրաժեշտ համակարգը ամբողջությամբ անկանխիկի անցնելու մինչև ապրիլի 1-ը եւ վաղվանից արդեն ինքնաշխատ եղանակով մոտ 10,000 քաղաքացիներ կբաշխվեն 4 բանկերի միջև, նաեւ աշխարհագրական հասանելիությունը հաշվի առնելով, ինձ հենց ուղիղ մի րոպե առաջ գրեցին, որ 4 բանկի հետ համաձայնագրերը արդեն կնքված են եւ կսկսվի առաքումների գործընթացը եւ բազմիցս նշել ենք, որ որևէ քաղաքացի զրկված չի լինելու իր կենսաթոշակը ստանալու իր իրավունքից, բոլոր քաղաքացիներին առաքումները իրականացվելու են, ավելին մենք նաև մեխանիզմներ ենք ներդրել, որ եթե հանկարծ առաքումը առաջին անգամ ձախողվի այս կամ այն պատճառով, երկրորդ առաքումը տեղի ունենա, այդ թվում էլ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ներկայությամբ, որը անհրաժեշտ կլինի մեր այն քաղաքացիների համար, որոնք որ այս կամ այն պատճառով չեն կարողանա ինքնուրույն այդ պահին օրինակ ստորագրել, վերցնել եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է անկանխիկ առևտրի հասանելիությանը, մենք բոլորս գիտենք, որ մեր բոլոր տնտեսվարողները պարտավոր են ունենալ պոստտերմինալներ, այսինքն անկանխիկ վճարման տերմինալներ եւ իրավունք չունեն մերժել որևէ քաղաքացուն իրականացնել անկանխիկ գնում ապրանքների կամ ծառայությունների դիմաց եւ մենք բազմիցս երբ որ լսում ենք նման խնդիրներ խնդրում ենք տալ կոնկրետ անուններ տնտեսվարող սուբյեկտների եւ ես հիմա էլ առիթ օգտագործելուց ասում եմ եթե կա որևէ տնտեսվարող որը հրաժարվում է մեր քաղաքացիներին վաճառել ապրանք կամ որևէ ծառայություն անկանխիկ ձևով, դա ըստ էության ապօրինի է, իրավունք չունի նման բան տեղի ունենալ եւ մեր այս քաղաքականությունները եւ 20% հետ վճարի կենսաթոշակ եւ նաեւ համընդհանուր 2% հետ վճարի համակարգը նաեւ դրա համար է ներդրված, որ մեր քաղաքացիները ըստ էության պահանջեն այդ իրանց իրավունքի իրացումը, որի արդյունքում կգոյանան ավելի շատ հարկեր, որի շնորհիվ էլ մենք նաև բարձրացնում ենք կենսաթոշակները եւ նպաստները մեր 660,000 քաղաքացիների, ինչը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, բայց մինչ այդ էլ հիշեցնեմ հունվարի 1-ից բարձրացրել ենք հետ վճարի չափը 20%, 12%-ից առավելագույնը 10,000 դրամի չափով, այնպես որ այս գործընթացները իրար հետ ուղղակիորեն կապված են, անկախտելիորեն եւ այդ անկանխիկ առևտուրը եւս բարձրացումները, որը մենք պետք է խրախուսենք։ Շնորհակալություն։